Մեկ հարց, վաղվա պատարագին մասնակցելու եք։ Աղջիկ ջան, ես որ եկա այնտեղ թոշակից հարցերով խոսամ բդի, վադմատ բդի դառնամ չեմ ուզեկամ։ Որ եկա չեմ կրնա։ Ամենա դուժող խավը թոշակառուներն են, թոշակներս քիչ է։ Դեղորյակ ես մենակ 46610 դրամ թոշակ կառնեմ, 52000 կուտամ դեղորյակի։ Այդպես որ ապրիմ, երեխեքից հաշվին, թորներից հաշվին, իրանցից կտրեն, իմ դեղերս կառնեն։ Դիք խիղճ չէ, չգիտեմ ինչ եմ, աղջիկ ջան։ Դերասան, ինչ տարիք է գնացեք փոքր եւ միջին բիզնեսով զբաղվեք։ Հա ես այս տարիքից ինչ զբաղվում եմ, աղջիկ ջան։ Բիզնեսով զբաղվողն է պետք է գումար ունենա, ներդրում պետք է օրեղնի, թե չէ։ Մեր ժամը ես 79 տարեկան մարդ եմ, էլի բիզնեսով զբաղվում։ Հեշտ չէ, աղջիկ ջան, ինչ ասեմ։ Բավականացնի խոսքով։ Հա, եթե ես իմ ինտերվյուս կլսեն, թող մեր Փաշինյանն է, մեր սոցիալ-նախարարներն է մտածեն, թոշակառուները մեղք են, ամենախեղճ խավը թոշակառուներն են։ Գումարի մեծամասնությունը կուտան թոշակին, աղջիկ ջան, սպես ապրել չի եղնի, մտածեն, իրանք տակ են, բաները, դեպուտատները չեն տա ժողովներին փողը լրիվ կստանան, բայց բանվորներ չէր տա, այդ օրը կկրեն, երկրորդ օրն է դուրս կենեն գործից, թող այդ ինչ ասած մեր դեպուտատները թող ժամանակներ տան, մասնակցեն ժողովներին, քննադատեն, օրենքները ստեղծեն, որ ժողովրդի ապրելակերպը բարելավի։ Ինչ եմ, աղջիկ ջան, շատ բան կա խոսելու, թերությունները շատ է, դրականներն է քիչ է, ինչ եմ։ Բայց ձեր կյանքում 2018 թվականից հետո ոչ մի բան չի փոխվել եւ մասնավորապես 25 թվականի օգոստոսի 8-ին։ Շատ է փոխվել։ Այն առաջինները սարսափել են, մեկ օր պատերազմը 44 օրվա տանուլ տվեցին։ Հա, սաղ իրանք էին մեղավոր։ Այդ անցածները ի վնաս երեցին որ ռեյտինգը չբարձրնա Փաշինյանի, դավաճանեցին, այդպես է մեկ պարդվանք։ Բրզավ աղջիկ ջան, էլ չեմ խոսա, շատ օր խոսամ։ Իշխանությունների կողմից եկեղեցու մաքրագործման չակերտավոր, այսպես ասած նորոգման։ Այդ շատերը կքննադատեն, ինքը եկեղեցու չի կբի, առանձին հոգևորականների կբի, որոնք որ կաշառակեր են, ճիշտ իրանց դիրքը ճիշտ չեն պայը, կրոնի մասին չեն մտածել։ Հələ տես այս Եհովայի վկանները 100 տեղ նստած տներները զզվստ են, իսկ մեր կրոնավորները չեն մտածել կրոնը պաշտպանելու համար։ Ինչ եմ, չգիտեմ։ Միքայել Սրբազանի կալանավորումը, ազատազրկումը նորմալ եք համարում։ Չգիտեմ, Իրան հետ չեմ շփվել, չգիտեմ, դիք արդեն իրանք գիտեն, ես ոչ դրականը կրնամ ասել, ոչ բացասականը կրնամ ասել, աղջիկ ջան։